Այժմ առաջարկում եմ տեղափոխվել Դիլիջան, որի ուսումնահետազոտական կենտրոնը որպես կենտրոնական բանկի կառույց փորձում է վերածվել նաև միջազգային գիտական կենտրոնի։ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որի աշակերտների գերակշիռ մասը տեղաբնակներն են, այժմ կառավարում է AIP հիմնադրամը, որի հետ էլ համաձայնեցված են բոլոր ծրագրերն ու դասագրքերը։ Լսենք Վահե Կոստանդյանին։ 2014-ից սկսած կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործարկումով քաղաքի սոցիալական կյանքը նոր շունչ ստացավ։ Կենտրոնական բանկի աջակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը հիմնականում կրթական ոլորտին են վերաբերում։ Մենք ունենք Դիլիջանում եւ տարածաշրջանում մոտ 700 ընտանիք, ովքեր հանդիսանում են կենտրոնական բանկի հետ շահառու, այսպես ասեմ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ անմիջական ներգրաված են կենտրոնական բանկի որևէ գործառույթի մեջ։ Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը հիմնադրվել է կենտրոնական բանկի աջակցությամբ, այժմ կառավարում է AIP հիմնադրամը։ Աշակերտների գերակշիռ մասը տեղացիներ են, 32 ուսուցիչներից 16-ը ևս տեղաբնակներ են։ Կրթական ծրագրերն ու շենքի կառուցման ձևավորումը AIP պահանջով չի տարբերվում Երևանի դպրոցից, 121 աշակերտներից ընդամենը 30%-ն է Երևանից։ Դպրոցին հիմնականում ֆինանսավորում է կենտրոնական բանկը, բոլոր ծրագրերը, բոլոր դասագրքերը, ամեն բան համապատասխանացված է այդ կրթական հիմնադրամի հետ։ Կենտրոնական բանկը Երևանից Դիլիջան է տեղափոխել իր 120 աշխատակցի, բանկի միջոցներով հիմնովին վերանորոգվել է գրադարանի շենքը, որտեղ տեղավորվել է նաև Թումոյի Դիլիջանի կենտրոնը։ Դպրոցականների համար գրադարանը ապահովում է նաև անվճար ինտերնետ կապ, թեև դիլիջանցիները նախընտրում են գիրքը։ Տարին մոտ 2000 երեխա է այցելում մեր կենտրոնը, միջին տարիք այցելուների 22 տարեկան է։ Ուսումնահետազոտական կենտրոնը ծառայում է ոչ միայն որպես կենտրոնական բանկի կառույց, այլև միջազգային հարթակում որպես գիտական կենտրոն, համագործակցում է ամերիկյան համալսարանի հետ, իսկ աշխարհի լավագույն ուսանողների համար կազմակերպող գործնական պարապմունքներն ու միջազգային խորհրդաժողովները աշխարհում էլ ավելի ճանաչելի են դարձնում Դիլիջանը։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։